Եվրոպական 40 երկրների հետ թանգարանների գիշեր նախագծին այս տարի միացել է նաև մեր հանրապետությունը։ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Տողի Մելիքական ապարանքը դարձել էր մտերմիկ և անկաշկանդ շփումների, ազգային արժեքներին հաղորդակցվելու հարազատ վայր։ Արցախի լավագույն մշակութային կենտրոններից մեկը համարվող Տողի Մելիքական ապարանքը հուշարձան թանգարան է բաց երկնքի տակ։ Պալատի ընդունարանում ցուցադրվում են պալատի տարածքում կատարված պեղումների գտածոները, տարբեր տարիների գտածոները, որով եւս կապվում է թանգարանային գիշեր ակցիայի հետ։ Փաստորեն այստեղ փոքրիկ թանգարան կա, որտեղ կարող են այցելուները ծանոթանալ 18-րդ դարից սկսած Տողի պալատի մշակութային միջավայրին, ինչպես են ապրել մարդիկ, ինչ են օգտագործել։ Նախագծի նպատակն է այցելուներին ընդգրկել թանգարանային միջավայր, ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին, տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնելու թանգարանային հավաքածուներին։ Այն ի վերջո նաև դաստիարակիչ նշանակություն ունի։ Թանգարանը ոչ միայն զուտ նմուշների ցուցադրման վայր է, այն կրթելու կենտրոն կարելի է համարել, որտեղ պետք է մանկապարտեզի դպրոցից ծանոթանան իրենց անցյալին, ինչու՞ չէ նաև թանգարանային նմուշներով սիրեն իրենց հայրենիքը։ Օրը հետաքրքիր և ուրախ դարձնելու համար թանգարանային գիշեր նախագծին համերգային ծրագրով միացել էին նաև Տողի արվեստի դպրոցի սաները։ Տոնական տրամադրությունն ապահովում էին երաժշտական պարի բաժանմունքի սաները, իսկ գեղարվեստական կիրառական արվեստների բաժնի աշակերտները ցուցադրության էին ներկայացրել իրենց լավագույն աշխատանքները։ Պատկերացրեք գեղարվեստական բաժնի համար սա մի գեղեցիկ վայր է, որտեղ բավականին հաճախ գալիս են էտյուդների, իսկ ընդհանրապես երեխաները հենց որ դասերը ավարտում են, սիրելի վայրը սա է։ Երեխաները ուղղակի սպասում էին անհամբեր, երբ այսօրը կգան, Աստված էլ տվեց, շատ գեղեցիկ օր էր այսօր ու մեծ հաճույքով մեր անելիքը արեցինք։ Դպրոցը հաճախում եմ 15 տարեկանից, 6 տարի է որ սովորում եմ, ուզում եմ նկարիչ դառնամ, որ իմ երկիրին պիտանի մարդ լինեմ։ Կազմակերպիչները լիահույս են, որ միջոցառումը կդառնա գեղեցիկ ավանդույթ եւ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին տարից տարի ավելի շատ մարդիկ կմասնակցեն։ Վերջում կազմակերպվել էր նաեւ թեյի հյուրասիրություն թոնրի գաթայով։ Գոհար Ռուստամյան, Ներուժան Հարապետյան, օր։